Երբ որ 305 թվականին Դիոկլետիանոսը հրաժարական տվեց իր Սիզրի պաշտոնից, հեռացավ դեպի Դալմաթյան լեռները հանգստի, ուր որ ծնվել էր, նրան փոխարինելու եկավ հաջորդ կեսարը, որը Գալերիոսը, որը բացահայտորեն Դիոկլետիանոսի հակաքրիստոնեական բոլոր հրովարտակները վերացրեց եւ ազատություն տվեց քրիստոնեությանը, որ ազատ գործեն ամբողջ արևելյան հռոմեական կայսրության շրջանում եւ ազատ հնարավորություն ստեղծվեց։ Նրանից հետո եկավ Կոնստանտինը, որը դարձավ միանձնյա կեսար եւ հետագայում իմպերատոր, այսինքն տերտիրական երկրի։ Ահա այդ ժամանակ է որ Կոնստանտին II-ը, որին մեծ անվանեցին, 311 թվականին որոշեց, որ պետք է քրիստոնեությունը ընդհանրապես ազատություն տա եւ դարձնի պետական կրոն։ Եվ երբ որ 313 թվականին Միլանում տվեց Միլանի հրովարտակը, ստորագրվեց եւ ամբողջ կայսրության տարածքում քրիստոնեության ազատություն տրվեց 325-ին արդեն Կոնստանտինը Նիկեայում հրավիրեց այսօրվա Կոստանդնուպոլսից մի քիչ հարավ հրավիրեց տիեզերական կրոնական ժողով 318 եպիսկոպոս հրավիրեց տարբեր կայսրության շրջաններից եւ ժողովի ժամանակ թույլ տվեց կրոնավորներին քրիստոնյաներին ունենալ ազատ եկեղեցի իրենց բոլոր կառույցներով ինչպես ուզում են մեկ պայմանով քրիստոնեական եկեղեցին պետք է ենթարկվեր բյուզանդական կայսրին Պարզ հստակ տրվեց հրամանը, դուք պիտի ենթարկվեք ինձ, դուք եկեղեցին պիտի ենթարկվի կեսարին, պետության ղեկավարին, եւ այդպես եղավ ամբողջ Բյուզանդիայի պատմության մեջ։ Երբեք այդ օրենքը չխախտվեց, եկեղեցին ստորադասվեց պետությանը, Բյուզանդիան դարձավ հզոր պետություն, մինչև թուրքերի գալը, իսկ Հայաստանում առաջին իսկ հարկավորի կյանքի օրոք, հենց Տրթատի օրոք, երբ որ նա քրիստոնեությունը բերեց Հայաստան եւ ազատություն տվեց ժողովրդին քրիստոնեությանը եւ կրոն եւ պետություն եւ եկեղեցի ստեղծեց Հայաստանի տարածքում, ոչնչացվեց հին համակարգը, ստեղծվեց նոր համակարգ, որ առաջադիմական էր ինչ որ բաներում, շատ հարցերում առաջադիմական կրոնական մեխանիզմ էր։ Ինչ եղավ։ Նախ հենց ինքը Տրթատ իր կենթանության օրոք կորցրեց իր ուժն ու կարողությունը, թուլացավ։ Գնաց մտավ եկեղեց գավառում չմանը, որ տաճարը Վարանաղյաց գավառում մտավ ինչ-որ միտեղ քարանձավի մեջ եւ աղոթեց մինչեւ եռնելը։ Դրանից հետո պետությունը թուլացավ մինչեւ 428 եւ վերացավ։ Ուրեմն Հայաստանում պետությունը որպես այդպիսին, որպես կառույց վերացավ։ Մնաց միայն եկեղեցին որպես կառույց։ Սա է տարբերությունը Հայաստանի եւ Բյուզանդիոնի։ Նրանից հետո ինչքան ուզում ես ուսումնասիրի 320-30 թվականից հետո մինչև 1915 թվական հայ ժողովրդի տերտիրական եղել է ոչ թե թագավորն ու պետությունը, այլ եղել է եկեղեցին։ Իհարկե, համաձայն եմ։ Սա ուղղակի ես ասում եմ, ինչպես որ մեզ հռոմեացիք են ասում եւ հույները։ Հա, իհարկե հռոմեացիք այդպեսով չեն մեկ։ Չէ, ես այո, վերլուծություն ես կատարում, որը ճիշտ է։ Ինչքանով ես եմ հասկանում։ Ես համաձայն եմ, իսկապես, որով եւ դա շատ լավ ձևով իհարկե հետագայում Տրդատը, երբ որ ինքը ընդունեց, որը պաշտոնապես համարվում է 301 թվականը քրիստոնեությունը, նախ սխալները անմիջապես այն սկզբից արվեցին, որովհետև դու ճիշտ ես նշում, օրինակի համար հունահռոմեական աշխարհում նույն ավերվածությունները, նույնիսկ տաճարների, գրադարանների, գիր գրականության տեղի չունեցավ։ Օրինակի համար հունական Ակրոպոլիսը չոչնչացվեց, բայց հայոց աշտիշատը հողին հավասարացրեցին։ Մեկ օրինակ ասեմ, որ ինչքան սխալ ձևով էր այդ ամեն ինչը արվում եւ դա շատ առումներով մեզ ետ գցեց, ահագին գիր եւ գրականություն ոչնչացվեց։ Օրինակ մեծն Տիգրանը, սա մեկ օրինակ է, իրեն ամբողջ պատմությունը, իրեն ժամանակաշրջանի եւ նախնյաց մինչեւ ամենավաղ ժամանակները մենք գիտենք, հիշատակությունները կա, որ ինքը գրի է տվել, այդ գիրքը արվել է եւ ամենայն հավանականությամբ այդ ժամանակ այդ գրադարանների ոչնչացման ժամանակ մենք գիտենք, որ առաջին հերթին գրադարաններն էին ոչնչացնում, որի հովանավորող հենց Դպրության Աստված Տիրն էր,
եւ հենց Ագաթանգեղոսի մոտ կա, որ առաջինը դա ոչնչացրեցին, այդ ժամանակ է ոչնչացվել։ Եվ դա սխալ էր, որովհետեւ տես օրինակ նույն հունական եւ հռոմեական Հռոմում եւ Աթենքում պարզապես շատ անգամ նույն այդ հին տաճարները վերածում էին նոր այդ եկեղեցիների եւ պարզապես այդ հիմքերի վրա հետագայում այդ շերտը գալիս ավելանում էր, բայց հայոց մեջ դա այդպես տեղի չունեցավ, դա սրբվեց, դա պարզապես այսպես մի հատ հեղափոխության նման մի բան էր, որ ամբողջ այդ չակերտների մեջ հինը պետք է ոչնչացվեր, որ ստեղծվեր նորը։ Մինչև մեր ընդմիջ բանը գնալը մի նախադասություն միայն ասեմ, գիտեմ, այս նախադասության պատճառով ինձանից շատերը կնեղանան հավանաբար, կվերավորվեն ինձ էլ չեն սիրի, բայց ոչինչ, պետք է ասվի, ճշմարտությունը պետք է ասել, որքան լայն դառը լինի։ Հունաստանում եւ Հռոմում կրոնափոխություն կատարեցին հույներն ու հռոմեացիները։ Հայաստանում կրոնափոխություն կատարեցին ասորիներն ու հրեաները։ Հայկամներ մենք վերադարձանք եւ կփորձենք այս վերջի մեր 10 րոպեների ընթացքում մի փոքրիկ ընդհանրություններ կատարել մեր 3-րդ դարի վերջի եւ թագավորի թագադրության այդ տարիների խառտայինների մասին, փորձելով հասկանալ թե ինչու ենք մենք այս մասին խոսում վերջիվերջո եւ մեր ինչին է պետք իմանալ այդ ամենը։ Խնդրեմ 9 րոպե ժամանակ ունես Գելուք ջան։ Եվ Համլետ ջան, պարզապես զուտ մեր այդ պատմական ակնհայտ դեմքերի վերաբերյալ մի քանի նկարներ ունենք, խնդրենք, որ հիմա դա ցույց տայինք, անդրադառնայինք դրանց եւ շարունակեինք։ Ուրեմն այստեղ մենք տեսնում ենք եւս այս իտալացի վարպետների գործերից է, մենք այստեղ տեսնում ենք Տրդատ երրորդը կամ մեծը եւ Օտա իշխանը մեր ավագանու խորհրդատուն Տրդատ երրորդի եւ ուրեմն այստեղ նաեւ Խոսրովի դուխտը եւ իրենց ուրեմն ապարանքի առաջ այս շատ լավ գործն է 19-րդ դարի։ Ահա, մենք այստեղ արդեն տեսնում ենք Աշխեն Թագուհուն, որը այդ ժամանակ ուրեմն Տրդատ մեծի կինն էր, Թագուհին հայոց եւ շատ գեղեցիկ այս վերակազմությունը։ Ահա, մենք այստեղ տեսնում ենք Տրդատի արձանը, որը եւս գտնվում է Վերսալի այգիներում, այդ հայտնի համաշխարհային ապարանքում, որը եւս այդ հռոմեական ժամանակների կրկնօրինակն է 17-րդ դարի եւ այստեղ մենք տեսնում ենք մենք այստեղ տեսնում ենք այս դրվագը, որ Տրդատը նա պայքարում է էլի հյուսիսից ներխուժած այս ցեղերի դեմ եւ ետ է մղում եւ Գիդրեհոն այս իրենց առաջնորդին ինքը երկու կես է անում, թե իրեն զրահով հանդերձ, թե ամբողջ ձին եւ այդ դրվագը մեր պատմիչների մոտ շատ մանրամասնորեն պահպանված է։ Այստեղ մենք տեսնում ենք, թե ինչպես մենք ասեցինք, որ այդ ավանդույթները նախաքրիստոնեական ինչպես էին մտնում նոր ձևավորվող այդ կրոնի մեջ եւ մենք այստեղ տեսնում ենք մեր հնագույն Մեհյանի ոճը, որը հետագայում պետք է լիներ այս բազիլիկաները վաղ քրիստոնեական, պարզապես նույն ձևով հետագայում պարզապես գմփեթը ավելացվեց եւ հիմակվա մեր հայոց եկեղեցիների ձևը ընդունեց, այսինքն ճարտարապետները նույն ոճով էին կառուցում։ Ահա, մենք այստեղ օրինակի համար տեսնում ենք Արդինի մեր Վանի Արարատյան թագավորության ժամանակաշրջանի տաճարը, այն ամենավերևում, մեջտեղում մենք տեսնում ենք այս բազիլիկա տիպ Մեհյանը, թե աջ կողմում, թե այդ մեջտեղի մասում եւ հետագայում տեսնում ենք, թե ինչպես կենտրոնում այդ կենտրոնագմփեթ ոճը ձևավորվեց եւ ինչպես արդեն այդ դարերով այսպես շարունակական կապը, որ վերջում այս տեսքը ընդունեց, որը հայտնի է այսօր մեր ավանդական ճարտարապետության իբրև եկեղեցիները եւ տաճարները։ Ահա, մենք այստեղ տեսնում ենք զուտ ամիջապես ուրեմն ձախ կողմում Մեհյանը ինչպես եղել է, եռակամար եւ աջ կողմում մենք արդեն հետագայում տեսնում ենք եւս այդ եռակամար եւ կենտրոնագմփեթ ոճը, որ պարզապես գմփեթն էր ավելացվեց հետագայում եւ ընդունեց այդ եկեղեցու ոճը, որը եւս ինչպես ասեցինք այդ ավանդույթների ուղղակիորեն շարունակություններ։ Ահա, վերջ։ Շատ լավ, ուրեմն 3-րդ դարի վերջում 4-րդ դարի սկզբում Հայաստանում տեղի ունեցավ մի հսկայական թե քաղաքական, թե մշակութային, թե կրոնական մեծ փոփոխություն եւ հայ ազգը բռնեց տրամագծորեն ուրիշ ուղղություն։ Հիմա սկսեցինք զարգանալ այս ուղղությամբ։
Խոսքը լավի վատի մասին չէ, խնդիրը այն մասին է, որ ժողովուրդները աճում են, զարգանում են, առաջադիմում են, իրենց հետ բերում են նոր հավատալիքներ, նոր հավատամքի ձևեր, նոր պատերազմական զենքեր եւ ոճեր եւ այլն։ Ամեն ինչ գնում է դեպի զարգացում եւ դեպի առաջադիմություն։ Ենթադրենք մենք մի տուն ենք կառուցում եւ ամեն օր առավոտյան երբ որ գալիս ենք այդ տունը կառուցվել է տունը շարունակելու, քանդենք նորից սկսենք։ Մյուս օր առավոտյան գանք, նորից քանդենք, նորից սկսենք։ Եվ այսպես մենք երբեք ոչինչ չենք կառուցի։ Իհարկե։ Ուրեմն բոլոր խելացի շինարարները եւ ճարտարապետները գիտեն, որ նախ մի ամուր հիմք ես կառուցում եւ դրա վրա քո տունը շարունակում ես կառուցել, որ մնա, դիմանա, որ քո սերունդները օգտվեն դրանից։ Ուրեմն եթե մենք չուսումնասիրենք մեր պատմությունը, մեր անցյալը, թե մեր պապերը ինչ են արել վերջիվերջո, այդ մարդիկ արժանի էին արդյոք գովասանքի դրվատանքի, թե արժանի չէին։ Լավ բան արել են, թե չեն արել։ Եթե ուզում եք իմանալ մենք լավ բան արել ենք կամ չենք արել, բացեք Ղևոն Դալիշյանի հայ հեթանոսական կրոնի մասին գիրքը կարդացեք եւ հայ ժողովրդի նվիրված մնացած պատմական եւ աշխարհագրական գրքերը կարդացեք, կիմանաք մեր պապերը մի բան արել են, թե չեն արել։ Եթե արել են, ուրեմն ուսումնասիրենք, սովորենք, զարգանանք, որ մենք այդ տունը չքանդենք նորից հիմքից սկսենք։ Կարողանանք ավելացնել ամեն օր գանք մի նոր հարկ ավելացնենք այդ կառուցված տան վրա։ Մենք շատ լավ հիմք ունեցել ենք եւ ելի ունենք։ Մեր կառույցը, մեր ազգային կառույցը, մեր գեներիկ կառույցը հոյակապ հիմք է։ Եկեք դրա վրա ավելացնենք, զարգացնենք, բարձրացնենք։ Բավական է օտարների հետևից վազենք։ Տեսնում եք օտարները մեզ ինչ են արել 3-4 տարիում, հիմա նույնն էլ անելու են վաղ մյուս օրը։ Օտարների մեջ փրկություն փնտրողների վերջը կամ օվկիանոսն է կամ ավազուտները։ Էս են օտարները ձեզ տալու, ոչ մի լավ բան չեն տալու։ Ինքդ քեզ պիտի սիրես ու հարգես, որ դիմացինը քեզ հարգի բանի տեղ դնի։ Եթե դու ինքդ քեզ չես հարգում, չես սիրում, ոչ մեկին պետք չես։ Բավական է օտարամոլությունը, այս նվաստացման մանիան մեր մոտ արդեն հասել է ծայրագուն աշխարհին, պետք է ազատվենք դրանից։ Չգիտեմ ամերիկյան այդ որ մտածողն է ասել, կարդացել եմ իբր ամերիկացու ասված, բայց սա վստահ եմ հազարավոր տարիներ ուրիշներն են ասել։ Ասում է ավելի լավ է ես ոտքերիս վրա մեռնեմ, քան թե ապրեմ ծնկերիս վրա։ Հիմա վստահ եմ բոլոր ազգերն ունեն նման արտահայտություն։ Մենք հայերս միշտ էլ մեռել ենք ոտքի վրա, մենք երբեք ծնկի վրա չենք իջել։ Այդ Տրթատի նման թագավոր ենք ունեցել կամ Տիգրանի նման կամ չգիտեմ հազարավոր նման Գերորդ մարզպետունին 20 հոգով ամբողջ Հայաստան ազատագրեց արաբներից, ինչի մասին է խոսքը, մենք ունենք հրաշալի պատմություն, պետք է միայն կարդալ, ուսումնասիրել եւ դասեր քաղել, ամբողջ մեր խոսակցության իմաստը դա է, պետք է դասեր քաղել մեր պատմությունից եւ մեր պատմաբանները որ կյանք են անցկացնում, սովորում են, ուսումնասիրում են, տանջվում են, նվիրում են իրենց կյանքն ու խելքը այս գիտությանը, որ կոչվում է պատմություն, ուրեմն նրանք մի բան գիտեն, որ անում են։ Ինչպես քիչ առաջ դու ասացիր Գևորգ, արևմտյան երկրներում պատմության ֆակուլտետներին ամենաշատ դրամն են տալիս, իսկ մենք Հայաստանում ինչ ենք անում։ Մենք դեր չենք կանգնում մեր սեփական պատմությանը, ժառանգությանը, պատմամշակութային հուշարձաններին, ցավոք սրտի, իհարկե մի քիչ թեմայից հեռանում եմ, բայց խոսքը բացվել է, պետք է ասենք, մենք շատ անգամ խոսում ենք թուրքերի եւ ադրբեջանցիների, այսպես ասած ադրբեջանցիների վայրագությունների մասին, օրինակ Նոր Ջուղայում, բայց ես ասեմ մեր սեփական թանգարանները եւ հուշարձանները բավականին լքված եւ վատ վիճակում են առ այսօր։ Մեր Քարաշամբի գյուղացի բարեկամները պատմում էին, ինչպես 70-ական թվականներին եւ բացել էին Քարաշամբի հազարամյակների հնություն ունեցող այդ պեղումները սկսել էին, չէ՞։ Բեռնատարները վրացիները գնում էին այդ հազարավոր տարիների հնություն ունեցող հնացոները, գտածոները տանում էին Թիֆլիս։ Ցավալի է, բայց փաստ է առ այսօր օրինակ Վրաստանը մինչև հիմա եւ իրենք ունեն եւ նշվում է օրինակ իրենք ունեն նույնիսկ հնագետի օր։ Պատկերացնում ես այդպիսի բան ուներ իրենց մոտ, որովհետեւ իրենք գիտակցում են դրա կարեւորությունը եւ հայ ժառանգության հիման վրա ներդրումի վրա ամբողջ մի հատ ինքնություն է ստեղծում Վրաստանում, սակայն այդպես է, եթե իրենք տեր են կանգնում ու գիտակցությունը կա, որ իրենք հասկանում են, թե դա ինչքան կարևոր է, մենք չէ, դա պարզապես օրինաչափություն։ Ունենան, մենք չենք ունենա։ Սա է ապագան։ Ուրեմն, Գևորգ ջան, խնդրում եմ 1 րոպե ունենք, խնդրում եմ ամփոփես այս պատմության դասը մեզ համար որն է։ Այո, շատ կարևոր է որ ասել, որ լավ, վատ դա մեր պատմություններ, մենք փորձեցինք անաչառ ձևով ուղղակի ներկայացնել
դա տեղի ունեցավ, դա ուներ իրեն պատճառները, վերջին հաշվով եթե պետք է դա տեղի ունենար, պետք է տեղի ունենար, հին համակարգը եթե պետք է փոխվեր, դա տեղի ունեցավ, մենք պարզապես մատնանշեցինք, թե համեմատեցինք ուրիշ տեղերում ինչպես դա արվեց, եւ մեր մոտ տեղի ունեցավ եւ դու շատ ճիշտ ձևով նշեցիր, որ մենք հետագա հաղորդումներին իհարկե կանդրադառնանք դրան, որ այո, այդ հավատամքը գործիք էր շատ անգամ դառնում, դու Բյուզանդիայի օրինակը բերեցիր եւ շատ արագ դրանից հետո մեր արքաները եւ հարստությունը հասկացան դա եւ մենք մասնավորապես կխոսենք թե տիրանի, թե պապի ժամանակաշրջանում, թե ինչպես իրենք նորից անդրադարձան այդ խնդրին։